շոկ եղանակներին հիմնականում ոտքերի այտուցները շատ տարածված են, գոյություն ունեն այտուցվածության երկու տեսակներ՝ պաթոլոգիական եւ ֆիզիոլոգիական այտուցվածություններ։ Ֆիզիոլոգիական այտուցվածությունը դա դարձելի այտուցվածություն է, որը պայմանավորված է հիմնականում շոկ եղանակի հետ։ Ինչ է տեղի ունենում, քանի որ օրգանիզմը ինքնապաշտպանական մեխանիզմ է առաջ բերում, այդ ժամանակ օրգանիզմում ոտքերում ստորին վերջույթներում անոթների թափանցելիությունը լայնանում է եւ հեղուկը դուրս է գալիս արտաքին միջավայր հյուսվածքներ, որի շնորհիվ այտուցվածություն է առաջանում։ Եթե այտուցվածությունը երկու կողմերում է հավասար սիմետրիկ է, դա պայմանավորված է հիմնականում շոկ եղանակի հետ։ Դրա համար անհրաժեշտ է մենք մի փոքր հորիզոնական դիրք բռնենք ոտքերին, դնենք մի 15-20 րոպե հորիզոնական դիրքում, այտուցները հետ են քաշվում։ Կամ էլ եթե երեկոյան քնում ենք, առավոտյան արդեն այտուցները վերանում են։ Դա նշան է, որ կապված է շոկ եղանակի հետ։ Իսկ պաթոլոգիական այտուցները դրանք հիմնականում ասիմետրիա է լինում, երբ որ այտուցվում է միայն մեկ ոտքը, հիմնականում դա արդեն մեզ նշան է տալիս, որ այստեղ ունենք այլ հիվանդությունների հետ գործ ունենք, ոչ թե եղանակի շոկի հետ է կապված։ Օրինակ, եթե այտուցվում է մի ոտքը, ունենում ենք դրա հետ ուղեկցող ախտանիշներ, սրտխփոց, հեվոց, շնչառության դժվարացում, մենք հասկանում ենք, որ դա ունենք սիրտանոթային հիվանդությունների հետ։ Եթե այնտեղ երիկամներում նագրուսկա է լինում եւ քրտնարտադրության ժամանակ շատ միկրոէլեմենտներ են կորցնում, ինչպիսիք է նատրիումը, կալիումը, մագնեզիումը, այս ժամանակ արդեն երիկամը իրեն վրա է վերցնում ֆունկցիան եւ ջուրը պահում է օրգանիզմում, դրա հետևանքով պաթոլոգիկ նորից խնդիրների առաջ ենք ունենում, այսինքն երիկամային եւ լյարդային անբավարարության մասին է խոսում։ Իսկ եթե ունենում ենք մաշկի կարմրություն, քոր, մռմռոցի զգացում, տեղային տաքություն, դա կարող է լինել մաշկային ինֆեկցիաների մասին, կարմիր քամի դեպքում է նման երևույթներ լինում։